Կենտրոնի եթերում Էպիկենտրոնը շարունակում է աշխատանքը, ես Տաթևիկ Ավետիսյանն եմ, բարի երեկո։ Օրվա կարևոր իրադարձությունները նախամարոտ։ Կեղծ վկաներ, շինծու պատմություններ Բաքվում հայ պատանդների դատավարություններում։ Հայ իրավապաշտպաններն անհամապատասխանություններ են հայտնաբերում։ Ողջ դատավարությունը արատավորված է, այն իր ամբողջության մեջ անարդար է։ Երեխայի 40-ից ծես եւ պսակադրություն կարգալույց քահանայի ձեռան։ Հովհանավանքում հինն ու նորը խառնվել են։ Ինչպես վարեմ, եթե ինձ առավոտ ժամը 9-ին կանչել են քննչական։ Պատարակը ես եմ մատուցելու, բոլոր կիրակիներին ես սպասել եմ այս պատարակներին։ Արցախցիների աջակցության ծրագրերում լուրջ խնդիրներ են առաջացել։ Սերտիֆիկատը հաստատվում է, բնակարան ձեռք բերելիս խոչընդոտներն անհաղթահարելի են։ Լրանում է սահմանաչափը եւ կենտրոնական բանկը այլևս թույլ չի տալիս, որ ինքը սերտիֆիկատների տիրացման գործընթացը շարունակի։ Ռուս-ուկրաինական կարգավորման հարցում Թրամփն ակնկալում է Պեկինի օգնությունը։ Հոկտեմբերի վերջին կհանդիպեն Չինաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահները։ Եվ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի փոխ-չեմպիոն Ինդոնեզիայում հենացածքի վարժությունում։ Կանգնի! Օհանավանում հինն ու նորը խառնվել են։ Ոչ միայն եկեղեցին, նաև գյուղն է ալեկոծել Հովհանավանքի կարգալույց քահանայի քաղաքական կեցվածքը։ Ստեփան Ասատրյանն իրեն արդեն կաթողիկոսի պես է պահում, ասել են գյուղացիները մեր թղթակից Իզաբելլա Հովհաննիսյանին։ Տեր Սարգիսը, որին մայր աթոռն արտոնել է անցկացնել կիրակնօրյա պատարագը, տարակուսած է։ Ինչպես է կիրակի եւ պատարագ հանելու եւ գնալու քննչական կոմիտե։ Հովհանավանքում հարսանիք է, պսակադրությունը ինչպես նախկինում կարգալույց Տեր Արամն է կատարելու։ Հարսանիքի մասնակիցները խուսափում են մեկնաբանել։ Մենակ հարսանիք ուտել խմելուց է հարց տալի։ Միայն ուտել խմելուց։ Ստեփան Ասատրյանը նախկին քահանան այս ընթացքում երեխայի 40-ի ծես է կատարում։ Ստեփան Ասատրյանը մարդկանց նախապես տեղեկացնում է, եղելությունը որոշումը թողնում իրենց, թե ում են ուզում, որ հոգևոր ծես կատարի։ Շարունակում եմ վստահել եւ ասում եմ, որ մեր քահանան դուք պետք է լինեք, մեր արարողությունը դուք պետք է անեք։ Անկախ են ամեն ինչից, որ ես ամեն ինչ ներկայացնեմ իրենց բոլոր հանգամանքները, միևնույնն է մարդիկ ցանկանում են, որ արարողություն իրենց ես անեմ։ Հովհանավանքում նաև հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Սարգիս քահանան երևաց։ Ուղղակի մտնում եմ աղոթք անեմ եւ գնամ, բոլորը տեղյակ են, մենք իրենց տեղեկացրել ենք կարգը, կանոնը, եկեղեցին, ինչպիսի կարգ ու կանոն ունի, ինչպես է սահմանված, մնացած ժողովուրդը ինչպես ընտրում է, թող պատասխանատվություններ կրի։ Եկեղեցական արարողությունները հսկում են նախկին քահանայի աջակիցները, վանքի տարածքում նաև ոստիկաններ կան։ Աստծո տաճար եկած հավատացյալների պակաս էլ չկար։ Իմ սրտի ծարուն է կաթում, ոնց չեմ հետևում։ Ես գտնում եմ ամեն ինչը սխալ է։ Հենց հաստատում որ կարգալույց եղած քահանան իրեն այնպես է պահում, ոնց որ ապագա կաթողիկոս։ Աղոթելու եկած այս մարդուն եկեղեցու ու հոգևորականների շուրջ տեղի ունեցողը մտահոգել է։ Ամենայն հայոց կաթողիկոսը չպետք է ընկրկի ու հեռանա, ասում է։ Ամենավատ իմ երազներում մղձավանջում այս բանը ես չէի կարող պատկերացնել, որ այդ բանը կարող է լինի։ Ես ընդհանրապես Հայաստանում էլ երկար ժամանակ չէի ելնում եւ ինչ որ ես տենում եմ, ես ինձ համարում եմ այս սրբապղծություն։ Հովհանավանքի պատմությունը փոթորկել է գյուղը։ Օհանավանի այս բնակիչները կարծում են, որ նախկին քահանան պետք է չհեռանա ու շարունակի հոգևոր ծառայությունը։ Որտեւ լավ տղա է։ Իրա գալուց հետո շատ բան ա փոխվել Օհանավանում։ Ինչ օրինակ։ Ասենք եկեղեցում տարածքում ակրել է շատ բաներ ա փոխվել։ Օհանավանցի կարգալույց չի արել։ Իսկ ով է անցկացնելու կիրակնօրյա պատարագը, որին մասնակցելու մասին Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ է հայտարարել։ Ինչպես վարեմ, եթե ինձ առավոտ ժամը 9-ին կանչել են քննչական։ Ինչով եք բացատրում, որ հենց ժամը 9-ին Չգիտեմ, կանչել։ ով որ այդ փաստաթուղթը ուղարկել է, իրենից էլ հարցրեք։ Այսինքն պատարագը ով պետք է մատուցի ձեզ։ Ինչ իմանամ։ Դուք եք պատարագը մատուցելու։ Այո, պատարագը ես եմ մատուցելու, ինչպես այս կիրակի, այնպես էլ բոլոր կիրակիներին ես սպասել եմ այս պատարագներին, ինձ համար պատարագը միշտ էլ ամենակարևորն է եղել իմ կյանքում։ Ինչպես կհանգուցալուծվի Հովհանավանքի պատմությունը եւ ինչ զարգացումներ դրան կհաջորդեն, կտեսնենք։ Մինչ այդ ներկա ու նախկին քահանաները աղոթում են ու ապավինում Աստծուն։ Հավատացած եմ, որ Աստծո կամքն է կատարվելու։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։
Այսօր Հովանավանքում են եղել նաև ոստիկանապետ Արամ Ղազարյանը և տեղակալը։ Ոստիկանապետը խուսափողական պատասխան է տվել լրագրողների հարցին, արդյոք եկել է Նիկոլ Փաշինյանի վաղվա այցը նախապատրաստելու։ Պարոն Ղազարյան, ինչ եք եկել Հովանավանք։ Քայլում եմ։ Պարզապես ազատ ժամանակ ունեք, եկել եք Հովանավանք։ Այո, ես հաճախակի այցելում եմ։ Հովանավանք։ Ոչ միայն։ Մասնավորապես։ Ոչ միայն։ Պայմանավորված չէ այցը վաղվա Նիկոլ Փաշինյանի գալով։ Հիմա եք ստուգում, եթե դուք ուզում եք եկեղեցի գալ, ձեր տեղակալները ձեզ հետ։ Բայց պետք է ձեզ ներկայացնենք դա։ Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարել մասնավոր կյանքի և անձնական տվյալների պաշտպանության խախտումները։ Իրավասու պետական մարմիններից նա պահանջել է պատշաճ քննության առարկա դարձնել խախտման այդպիսի դեպքերը։ Պաշտպանն ընդգծել է, որ պետությունն է պատասխանատու խախտումները կանխարգելելու կառուցակարգեր մշակելու, իսկ դեպքերի առկայության պարագայում անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում։ Այս իրավունքները խախտվում են ամենօրյա ռեժիմով, բայց հատկապես մեծ ծավալներ ու տարածում են ստանում հանրային հնչեղությամբ դեպքերով։ Նշենք, որ նորաբաց տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել իբր բարձրաստիճան հոգևորականի անձնական ինտիմ կյանքից։ Հատկանշական է, որ դա արվում է Հովանավանքում սպասվող պատարագի ֆոնին, որը մտադիր է մատուցել կարգալույց քահանա Ստեփան Ասատրյանը, եւ որին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ներկա է լինելու։ Նաեւ ֆեյքային էջերում հայտնված ձայնագրությունների հիման վրա քրեական գործեր են հարուցվել arczepiskopos Բագրատ Գալստանյանի եւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ, ինչպես նաեւ կա գործ, որով կաթողիկոսին մեղադրում են հանրահավաքներին մասնակցելուն հարկադրելու համար։ Հավելեմ, որ նշված կադրերի հետ կապված նաև իրազեկ քաղաքացիների միավորումն է հանցագործության վերաբերյալ հաղորդում ուղարկել գլխավոր դատախազություն։ Եկեղեցին տկարացնելու, եկեղեցականներին վարկաբեկելու իշխանության գործելավոճը որևէ արդյունք չի ունենալու։ Արշակ Սրբազանն է մեկնաբանել տելեգրամյան կեղծ էջով տարածված անպատշաճ տեսանյութը։ Նա նշել է, որ ուժերի գերլարումով իսկ լուրջ դեմքով չի կարող լծվել հորինվածքների եւ զրպարտությունների հերկմանը եւ խելամիտ է համարում արհամարել։ Շահագրգիռ անձանց հրապարակա փողում եմ իմ արհամարանքն ու քմծիծաղը, առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև հայկական ժամանակ օրաթերթում, ինչպես եւ ՔՊԻ սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն։ Արդար դատաքննություն չկա Բաքվում հայ գերիների դատավարություններում, ահազանգում է իրավապաշտպանը Հայաստանից։ Ադրբեջանցիները կեղծ վկաներ ու լեգենդներ են բերում այդպիսյան պետության դրածոների մասնակցությամբ։ Ինչու է Ռուբեն Վարդանյանը հրաժարվել պաշտպանից եւ ինչն է կաշկանդում Հայաստանի ներկայացուցիչներին արդյունավետ պաշտպանել մեր հայրենակիցներին։ Հերմինե Ղարիբյանի տեսանյութում։ Գերեվարումից մինչև ադրբեջանցիների խոշտանգումների մասին լեգենդներ, մի շարք կեղծ վկաներ Բաքվի դատարանի առաջ շարունակում են հորինված պատմություններով ծանրացնել շինծու դատավարություններով անցնող հայերի բեռը։ Փաստեր ու ապացույցներ չկան, հերթական դատի մասին ցանկալի դիտանկյունից պատմում են բացառապես Ադրբեջանի պետական լրատվամիջոցները։ Հայ իրավապաշտպանները արձանագրում են, դատարանում որպես վկա ներկայացողներն իրականում պետության դրածոներ են, ցուցադրական դատավարություններում խաղում են իրենց դերը։ Մենք ունենք արձանագրված փաստեր, երբ հայ պատանները հերքում են իրենց վերագրվող հայտարարությունների, ցուցմունքների իրենց կողմից ասված լինելը կամ կասկածի տակ են դնում բովանդակությունը։ Շաբաթվա ընթացքում պարզվեց Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պաշտպան Աբրահամ Բերմանից։ Ընտանիքի միջոցով Վարդանյանը հայտարարեց, չի մասնակցի ադրբեջանական ֆարսին, ասաց իրեն պետք չէ պաշտպանության պատրանք, պահանջում է դատավարական իրավունքների իրական ապահովում։ Վարդանյանին այդպես էլ թույլ չեն տվել ծանոթանալ գործինյութերին եւ մեղադրական եզրակացությանը։ Դատարանը մերժել է նաև հրավիրել վկաների, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքները, հաստատել պաշտպանության համար կարևոր փաստեր։ Եթե ամբողջովին հերքված է արդար դատաքննության գաղափարը, քանի որ դատավորները կախյալ են եւ կողմնակալ են նաեւ պայմանավորված հայերի նկատմամբ ատելությամբ, կամ եթե ապահոված չէ պաշտպանության հնարավորությունը անկախ փաստաբանների միջոցով, կամ եթե հայերի բոլոր միջնորդությունները մերժվում են կամ արձանագրված են դեպքեր, որ նրանք սպառնալիքների, ճնշումների ներքո են ցուցմունքներ տալիս, հասկանալի է, որ
ամբողջ դատավարությունը արատավորված է, այն իր ամբողջության մեջ անարդար է եւ դրա արդյունքում կայացված ցանկացած դատական ակտ չի կարող լեգիտիմություն ունենալ։ Միջազգային բազմաթիվ հարթակներ այս փուլում քննարկում են մարդասիրական հարցեր։ Սիրանուշ Սահակյանի խոսքով ռուս-ուկրաինական պատերազմի գերիների կողքին նաև հայերի հարցն է։ Այս դեպքում Բաքվում պահվող մեր հայրենակիցներն առավել անպաշտպան են։ Այդ երկրում արգելվել է Կարմիր խաչի աշխատանքը, չեն գործում նաև միջազգային մյուս մեխանիզմները։ Ուկրաինացի ռազմագերիների կարգավիճակ ուսումնասիրելու նպատակով ներդրվել մոսկովյան մեխանիզմը հենց ԵԱՀԿ շրջանակում, բայց մենք տեսնում ենք, որ նույն ԵԱՀԿ-ն լուծարում է Մինսկի խումբը եւ փոխարինող մեխանիզմ, որը գոնե կոնֆլիկտի քաղաքական հարցադրումներից զատ մարդասիրական հարցեր կքննարկեր, չի ձևավորում։ Ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, բայց ամենօրյա աշխատանք է իրականացվում հայ պատանդների հարցով։ Սա գրեթե բոլոր ելույթներում վստահեցնում են իշխանության ներկայացուցիչները։ Իրավապաշտպանն ասում է, մի քանի հանգամանք կա, որից կառչած է Ադրբեջանը եւ առաջ է տանում իր կեղծ նարատիվները։ Ես կարծում եմ, որ նախ պետք է լինի էական քաղաքական տեղաշարժ, երկրորդը կանխատեսելի ավարտին հասցվեն շինծու դատավարությունները մեղադրական ակտերով, որպեսզի Ադրբեջանը գնա քաղաքական գործարքի եւ ազատ արձակի հայ պատանդների գոնե մի մասին։ Երևան-Բաքու երկկողմ հարթակում Հայաստանը բանակցային ուժով զիջում է։ Ադրբեջանի համար անցանկալի ամեն գործողություն կարող է տապալել այսպես ասած խաղաղությունը։ Այս պատճառով է իրավապաշտպանի խոսքով Երևանը զգուշանում։ Գերիների մասին խոսում է ընդհանուր տերմիններով։ Այստեղ Սահակյանի խոսքով կարևոր է երրորդ կողմերի ներգրավվածությունը։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։ Լրջագույն խնդիրներ կան արցախցիների համար նախատեսված աջակցության ծրագրերում, հատկապես բնակարանային սերտիֆիկատների իրացումը խոչընդոտների է բախվում։ Խնդրի հետքերով գնացել է մեր նկարահանող խումբը։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 100-ից կարելի է ասել 3-ն է, որ չի բախվում սոցիալական խնդիրների։ Արցախի խորհրդարանի падգամավոր Մետաքսե Հակոբյանը վստահեցնում է, Հայաստանի կառավարության սոցիալական ծրագրերը չեն ապահովել կայունություն։ 30,000 դրամները, որոնք հիմա շարունակվում են թոշակառուներին, հաշմանդամներին եւ անչափահաս երեխաներին վճարել, ասեմ, որ դա էլ նորմալ չի կատարվում։ Բազմաթիվ ահազանգեր ունեն, մարդիկ ժամանակին չեն կարողանում ստանալ աջակցությունները։ Պատգամավորը դիմել է խնդրի հասցեատերերին, անորոշ պատասխան ստացել։ Տպավորություն է ստեղծում մեր հայրենակիցների մոտ, որ դա արվում է բացառապես Հայաստանի Հանրապետության բյուջեից, ես պիտի հիասթափեցնեմ, հա, այդ հայտարարությունները անողներին, որովհետեւ ոչ այդպես չի, դա իրականությանը չի համապատասխանում, որոշակի հատված կամ մեծ մասը դոնոր կազմակերպությունների կողմից է ֆինանսավորվում, որը էլի իրավական ճանապարհը կարծես թե վճարելու գտնված չէ։ Կառավարության հրատապ աջակցության ծրագրից մի քանի ամիս է չեն կարողանում օգտվել նաև 55,000-ից պակաս եկամուտ ունեցող ընտանիքները։ Բնակարանային հավաստագիր ստացածների թիվն արագ մեծանում է, իրացնողներինը ոչ։ Մարդիկ մտնում են բանկ ու բախվում հիմնական խնդրին։ Ըստ Մետաքսե Հակոբյանի, բանկը կանոնադրության խախտմամբ է իրականացնում հավաստագրերի իրացումը։ Ունի ինչ-որ սահմանաչափ, որտեղ ինքը կարողանա այդ խախտումները կատարել։ Լրանում է սահմանաչափը եւ կենտրոնական բանկը այլևս թույլ չի տալիս, որ ինքը սերտիֆիկատների իրացման գործընթացը շարունակի իրականացնել։ Բազմաթիվ բանկեր արդեն իսկ այդ խախտումների շեմն անցել են, ասում է падգամավորը, եւ էլ չեն կարող համագործակցել ծրագրի հետ, չնայած որ նրանց անունները շարունակում է մնալ համագործակցության ծրագրում։ Այն թվերը, որ իրենք տալիս են, որ այսքան մարդ արդեն սերտիֆիկատով ձեռք է բերել բնակարան, այո, խոսքը հենց այն ընտանիքների մասին է, ովքեր ունեցել են նախապես գումար, կարողացել են ենթադրենք առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել, այնուհետև ուղղել մարմանը։ Մեկ այլ խնդիր էլ կա, падգամավորը նկատում է հանրապետության այն վայրերում, որտեղ հավաստագրի արժեքը 3 միլիոնից դարձել է 4 միլիոն, տների կամ բնակարանների գները արհեստականորեն բարձրացել են։ Նարինե Ղուկասյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դաշնակցության բյուրոյի նախկին ղեկավար Հրանտ Մարգարյանի որդին հրազենային վնասվածքով 3 տեղափոխվել է հիվանդանոց եւ այսօր առավոտյան մահացել։ Տեղեկությունը հաստատել են Դաշնակցությունից։ Դեպքի վայրում Փափազյան փողոցում հայտնաբերվել են ատրճանակ, կրակված պարկուճ, առնանման հետքեր։ Զենքը նրա անվամբ է եղել, որը որպես պարգև տրամադրել է Արցախի նախագահներից մեկը։ Դեպքի առիթով հարուցվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը Թրամփը մտադիր է քննարկել Չինաստանի առաջնորդի հետ։ Երկու նախագահների բանակցությունները նախատեսված են հոկտեմբերի 30-ին։ Միացյալ Նահանգների նախագահը նաև համամիտ չէ Վլադիմիր Պուտինի հետ, որ Միացյալ Նահանգների խիստ պատժամիջոցները մեծ ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի վրա։ Եվ վերջում Արթուր Դավթյանը աշխարհի փոխչեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը արծաթե մեդալ է նվաճել Ինդոնեզիայի մայրաքաղաքում սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում։ Հենացածքի վարժության եզրափակիչում Հայաստանի առաջատար մարմնամարզիկը 2 փայլուն ցածկ է կատարել։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է կրկնակի օլիմպիական չեմպիոն Ֆիլիպինների ներկայացուցիչ Կառլոս Յուլոն։ Հակոբ Սերոփյանի գլխավորած հավաքականը աշխարհի առաջնությունում պայքարն ավարտել է 2 արծաթե մեդալով։ Նժույգ թափեր վարժությունում արծաթե մեդալ էր նվաճել նաև 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը։ Եվ հոսանքի պլանային անջատումների մասին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ 11-ից 17-ը Չարենցի փողոց, 113 շենք եւ 113-ից 135 առանձնատներ, Չարենցի առաջին նրբանցք 12-ից 113 եւ երկրորդ նրբանցք 2-ից 135 առանձնատներ, Չարենցի երկրորդ նրբանցք 32 կոտորակ 3, 32 կոտորակ 20 առանձնատներ, Սարիթաղ 6-ից 9 շարքեր մասնակի, Սարիթաղ 6-րդ շարք 158-ից 182 եւ 8 շարք 177-ից 225 առանձնատներ, Տիգրան Մեծի պողոտա 1-ից 15 շենքեր, Հանրապետության փողոց 32, 49 շենքեր, Խանջյան նրբանցք 5-ից 10 առանձնատներ, Ֆիրդուսի փողոց 1-ից 32 առանձնատներ, Նարդոսի փողոց 132-ից 150 առանձնատներ, Արաբկիր վարչական շրջան 10-ից 16-ը Մամիկոն փողոց 48 կոտորակ 1-ից 48 կոտորակ 3, 46 կոտորակ 1 շենքեր, Քեռու փողոց 35, 37, 39, 52 կոտորակ 1, 58, 58 կոտորակ 1 շենքեր եւ 1-ից 16, 38, 11-ից 44, 45-ից 99 առանձնատներ, Շահսուվարյան փողոց 3-ից 9 շենքեր, Կոմիտասի պողոտա 2-ից 8, 59 կոտորակ 7, 61 շենքեր, Բաղրամյան պողոտա 60-ից 66 A շենքեր, Համբարձումյան փողոց 2-ից 6 շենքեր եւ 5 առանձնատուն, Բարբյուսի փողոց 7, 9, 11, 30 շենքեր եւ 1-ից 7, 16-ից 38 առանձնատներ, Դումանի փողոց 1-ից 3, 51, 58, 67 կոտորակ 3 շենքեր եւ 2-ից 12 12-ից 25 կոտորակ 2 առանձնատներ, Սեպուհի փողոց 14 շենք եւ 1-ից 19 առանձնատներ, Ներսիսյան փողոց 3, 14 կոտորակ 1 շենքեր, Կիևյան փողոց 5, 11-ից 17 շենքեր, Սևաստոպոլյան փողոց 39 շենքեր եւ 8-ից 26 առանձնատներ, Հակոբյան փողոց 1, 7, 6, 8, 8 կոտորակ 2, 9 կոտորակ 1, 10, 11, 12 շենքեր եւ 22-ից 51 կոտորակ 1 առանձնատներ, Կալենցի փողոց 3-ից 47 կոտորակ 3 առանձնատներ, Արաբկիր 38 փողոց 1-ից 10 առանձնատներ, Գյուլբենկյան փողոց 36-ից 40, 39B 41 շենքեր, Խաչատրյան փողոց 1, 2A, 4, 6, 8 շենքեր եւ 1-ից 19, 5-ից 17 առանձնատներ, Էմինի փողոց 2 կոտորակ 1, 2 կոտորակ 2, 4, 12 շենքեր, Բակունցի փողոց 1 շենք եւ 1-ից 18, 7-ից 15 առանձնատներ, թիվ 130 դպրոց, Քանաքեռ Զեյթուն 10-ից 16-ը Սարկավագի 2 փողոց 1 շենք, Ավան վարչական շրջան 10-ից 16-ը Ծարավաղբյուրի փողոց 5-ից 16 առանձնատներ, 11-ից 17
7, Ավան Աճարյան փողոց 44 2 կոտորակ 1 շենքեր, Թիմ Տելեկոմ, Viva Armenia ընկերությունների բջջային օպերատորների կայաններ, Հայ բիզնես Veolia ջուր ընկերություններ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն եւ կախվածությունների բուժման ազգային կենտրոն Փակ բաժնետիրական ընկերություններ, Հարվալ ինժիներինգ բաց բաժնետիրական ընկերություն, Հողշին մոնիթորինգ ՊՕԱԿ, Սալմագ, Զիգի Ռեսուրսիս, Ֆորա, Գոլդ Պետրոլ, ՀՍՌ Ֆարինա, Ճանշին նախագիծ ինստիտուտ, Էլդորադո ՍՊԸ-ներ, Կոմանդոս Ա ընկերություններ, Աճարյան երկրորդ նրբանցք 5 շենք, Քար եւ սիլիկատներ գիտաարտադրական եւ նախագծային Փակ բաժնետիրական ընկերություն, Ակվատուս խանութ սրահներ, հարակից տարածքների առանձնատներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Նոր վարչական շրջան 11-ից 17, նոր առաջին զանգված Նանսենի փողոց մասնակի, Լվովյան փողոց մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Դավթաշեն 10-ից 16, Դավթաշեն 4-րդ թաղամաս 12, 13, 15 շենքեր, Զովունի 30 փողոց մասնակի, Էրեբունի վարչական շրջան 10-ից 16, Ավանեսովի 1 փողոց 4, 6, 8 կոտորակ 1 շենքեր եւ 2 փողոց 42 շենք, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Շենգավիթ 10-ից 16, Վերին Շենգավիթ 10 փողոց 19 ա շենք, Վերին Շենգավիթ 10 փողոցի առանձնատներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Բագրատունյաց պողոտա 29 31 շենքեր, Բագրատունյաց պողոտա 39 շենք եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Թադևոսյան փողոց 2, 3, 4, 5, 6, 7 շենքեր, Թադևոսյան փողոցի առանձնատներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Մանթաշյան փողոց 5 շենք, Արագածոտնի մարզ 11-ից 17, Պարտիզակ գյուղ, Արարատի մարզ 10-30-ից 12, Մրգավետ գյուղ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11-ից 16 Մասիս քաղաք, Նոր, երկրորդ թաղամասեր մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի, Դարակերտ, Արգավանդ, Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ, Գետափնյա, Հայանիստ, Նորաբաց, Սայատնովա, Հովտաշատ գյուղեր, Խաչբար, Ղուկասավան, Գայ, Սիփանիկ գյուղեր մասնակի, 12-30-ից 13-30, Արտաշատ քաղաք, Իսակովի փողոց մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Վայոց ձորի մարզ 12-ից 6, Խնձորուտ, Նորազնվաբերդ գյուղեր, Կոտայքի մարզ 10-ից 16, Ջրվեժ գյուղ, Բագրևանդ թաղամաս մասնակի, Առինջ գյուղ, Խաչատուրաբովյան եւ Պարույր Սևակ թաղամասեր մասնակի, Գեղարքունիքի մարզ 10-30-ից 16-30, Սևան քաղաք մասնակի, Սևան քաղաք Ցամաքաբերդ թաղամասն ամբողջությամբ, 11-ից 13 Ճամբարակ քաղաք, Արտանիշ համայնք, 11-ից 15 Մարտունի քաղաք մասնակի, Տավուշի մարզ 10-30-ից 11, Հաղարծին գյուղ, Գոշ գյուղ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11-ից 13 Իջևան քաղաք, Լեարզումանյան, Սաֆարյան, Պրոշյան, Նալբանդյան փողոցներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 13-ից 16 Սևքար գյուղ, Հերուստակայան եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Շիրակի մարզ 10-30-ից 14, Աշոտքի տարածաշրջան, Ցողամարկ գյուղի 3, 4, 5 փողոցներ, 11-ից 16 Գյումրի քաղաք, Երևանյան խճուղու վերջնամաս, Հեղուկ գազի լցակայան, Մսի կոմբինատ թաղամասի նախկին կարի գործարանի հարակից տարածք, Երևանյան խճուղու սկզբնամաս, Կարո մարկետ խանութ, Անիի տարածաշրջան, Իսահակյան, Աղին, Լուսաղբյուր, Շիրակավան, Գուսանագյուղ գյուղեր, Ամասիայի տարածաշրջան, Ամասիա բնակավայրի ԱԱԾ բաժին, Հրշեջ կայան հարակից բնակելի թաղամասով, Հարասլավական եւ Հայասա թաղամասեր, Ամասիայի կաթի գործարան, Ամասիայի ճանշին կազմակերպություն, Ամասիայի միջնակարգ դպրոց եւ Ամասիայի ուսումնարան։ Սպառած էլեկտրաէներգիայի անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 180 եւ 0800180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։ Այսքանը այս ժամին։ Իրադարձությունների զարգացմանը հետևեք մեր եթերում։ Ցտեսություն։